Դու ես զորացնում եմ քո միջնորդական դերը, բայց դու միջնորդ եղիր Ղարաբաղի հարցով Ղարաբաղի ու Ադրբեջանի միջև։ Այդի մանդատ Ռուսաստանը չունի։ Ժամանակին յակի մանդատ ուրիշ մանդատ։ Հիմա այդքանը պետք է բացատրել, պետք է մարդկանց հետ խոսել։ Վերջին տարիներին միշտ ինչ-որ տերմիններ կամ նշանակություններ կան, որոնք դեֆորմացված ընկալում ունեն, հա, հասարակության մոտ։ Նախ այս իշխանությունների շնորհիվ հանրությունը սկսեց ակտիվորեն քննարկել մարդիկ անգամ խոհանոցներում դելիմիտացիա, դեմարկացիա, որ ընդհանրապես պիտի չքննարկին, դա իշխանության անելիքն էր։ Մյուս կողմից մարդիկ հիմա դելիմիտացիա եւ դեմարկացիա անցալում են այսպես. Ադրբեջանը ուզում է, մենք տալիս ենք։ Ադրբեջանը ուզում է, մենք տալիս ենք։ Տավուշի մարզում այդպիսի դելիմիտացիա, դեմարկացիա, բայց շակերտներում են վերցնել եւ հիմա ասում են էլի պիտի Տավուշի մարզում լինի, չնայած իշխանությունների պնդումներին, որ այ մենք տալիս ենք, հետո իրենք կտանեն ինչ որ մեզ է պատկանում, ըստ սովետական քարտեզների դա տեղի չունեցավ։ Հիմա պարզվում է, որ էլի մենք պիտի տանք։ Եվ ժողովուրդը չի սխալվում, երբ այդ տերմինը իշխանությունների շնորհիվ նման կերպ է ընկալում։ Դուք ինչպես եք այս հարցի լուծումը տեսնում, հաշվի առնելով այն, որ այնուամենայնիվ անկախ հանգամանքից ովքեր են մեղավոր, ով ինչ արեց, ով ինչ չարեց, մենք պատերազմում պարտվել ենք եւ Ադրբեջանի դիրքերը ավելի ամուր են եւ Ադրբեջանը այս հարցերը առաջ է բերել։ Ենթադրենք իշխանություն է փոխվում, բայց Ադրբեջանը իր պահանջները շարունակում է պահպանել, որ ես այսպես եմ պատկերացնում դելի։ Եթե իշխանությունը փոխվի եւ շարունակի նույն քաղաքականությունը, նույն արդյունքն է։ Մենք միջև այսօր ինչ պետք է անել, որ նույնը այս պահ ինչ խոսում ենք, մենք պետք է մեր կշիռը մեծացնենք։ Եթե քո կշիռը չմեծանա, նույնն է լինելու։ Իսկ կշիռը մեծացնելը ես ուղղակի տարբերակները ասացի որն է։ Առաջինը ներսում արդյունավետ կառավարում, տնտեսական զարգացում, բանակի վերականգնում։ Ես ընտրությունների ժամանակ ասում եմ, որ 3-5 տարի ապետ բանակը վերականգնել։ Հիմա 4 տարի անցել է։ Ինչ արել, ոչինչ։ Հենց դու քեզանից մի բան ես ներկայացնում եւ դու նաեւ գործընկեր ես ունենում, որը քեզ վստահում է եւ որը կշիռը ավելացնում ընդհանրապես քեզ այս տարածաշրջանում, քո խոսքը ավելի ծանր է։ Դու ի վիճակի ես լինում քո շահերը ավելի հետևական հետապնդել։ Հիմա դա չկա։ Հիմա աշխարհակահաղական որփի կարգավիճակով այս իշխանությունը փորձում է ինչ-որ հարցեր լուծել։ Հիմա որփերը ոնց պիտի հարցը լուծեն։ Լավ, մենք բարձ կյանք վերցինենք։ Դու շրջապատ ունես ձեր փողոցում, կոպիտ ասած, մենք ընդհանրապես չունի ոչ մեկի հետ ոչ ընկերություն անում, ոչ բարեկամություն անում, ոչ բան անում։ Որ նեղն անգամ կողքին մարդ չկա։ Նա մոտարապես նույն բանը, նույն վիճակը դու բեր միջպետական հարաբերություններ։ Այդ ՆԱՏՕ-ն ինչի համար են ստեղծել, այդքան պետություններ ինչի համար են եկել։ Իրար ինչի համար են աջակցում։ Ուրեմն ինչու շահեր ունեն, չէ՞ հաշվարկում են, կամ նույն ՀԱՊ-ը ինչի համար է ստեղծել։ Կենտրոնական Ասիայի երկրները ինչի համար մտել ՀԱՊ-ի մեջ ժամանակ։ Որովհետև Աֆղանիստանից վտանգը իսկապես մեծ էր այն ժամանակ։ Սահմանային միջադեպերը շատ էին։ Եվ իրենք փորձել են չեզոքացնել ՀԱՊ-ի անդամ լինելով։ Հիմա այդպես է աշխատում, ամեն միջազգային հարաբերությունները։ Հիմա մենք ուզում ենք իսկապես այդ որփի աշխարհակահաղական կարգավիճակով խնդրելով ինչ որ հարցեր լուծել, չի լուծում։ Միշտ նման կարգավիճակում քո հաշվին է հարցերը լուծվելու։ Դու մենյուի մեջ ես, դու սեղանի շուրջ չես։ Այսօր Հայաստանը մենյուի մեջ է։ Այս է պետք փոխել։ Ես ուզում եի պարոն նախագահ հարցնել ռուս-ուկրաինական պատերազմի մասով արդյոք դուք կանխատեսումներով ձեզ մոտ է կայուն հրադադարը բանակցություններ են ընթանում եւ նաեւ հրադադարի պարագայում այդ ճակատում Ռուսաստանի թեթևանալու պարագայում ինչ է սպասվում Հայաստանին։ Նայեք, սկզբից Ռուսաստանի վրա ճնշումը չափազանց մեծ էր եւ արևմուտքի գնահատականներով չափազանց մակերեսային գնահատականներով Ռուսաստանը այս մի քիչ ճնշեն կփլվի։ Հիմա ես ուղղակի չի հասկանում, թե ոնց են իրենք պատկերացնում, որ հնարավոր է մեկուսացնել մի երկիր
որը աշխարհի 14% մայր ցամաքն կազմում։ Ոդի անհնար է։ Մեկը Ռուսաստանի սահմաններին որ նայեր, պետք է հասկանար, որ այդ երկիրը մեկուսացնել չես կարող։ Դու քեզ ես մեկուսացնելու 14% մայր ցամաքի բնական հարստություններից։ Եվ այդպես եղավ։ Հիմա հետաքրքիր է, որ Ռուսաստանի ընկալումը այս պատերազմի 3-րդ տարին արդեն եւ Ռուսաստանի ընկալումը լրիվ ուրիշ է։ Ռուսաստանը այս վիճակում դուրս է եկել ավելի բարձր, ասենց տոп աշխարհակահաղական կենտրոնի երկրի կարգավիճակի մեջ է դուրս եկել։ Ասենց կարող է պարադոքսալ թվա, բայց Ռուսաստանը ցույց տվեց, որ ինքը գրեթե ասենց պրոքսի պատերազմը ՆԱՏՕ-ի հետ հաջողությամբ վարում է եւ դա Ռուսաստանի ընկալումը ամբողջ աշխարհում լրիվ ուրիշ մակարդակ է բերած։ Մեկ լինում է, չէ, որ ինչ որ թվացալ վատ բանը միլուցե շատերի համար անսպասելի ձևով բերում է լրիվ այլ կարգավիճակի, այդպես եղավ։ Հիմա հաջողության կասնեն թե չէ այս վերջի այս փուլը բանակցային շատ դժվար է լինելու։ Ես հակասություններ այնքան շատ են, հիմա այդ 4 մարզը, 2 հանրապետություն, մի հատ մարզը ընդգրկված են Ռուսաստանի սահմանադրության մեջ եւ ընդգրկված են Ուկրաինայի սահմանադրության մեջ։ Ակնհայտ է, որ Ուկրաինան չի կարողանալու դրանցից հրաժարվի, Ռուսաստանը երբեք դա չի անելու։ Հիմա ամենից շատը ինչ որ տեսնում եմ, հնարավոր է որ սառեցվի այս շփման գծով։ Բայց նույնիսկ սառեցվելը առանց հստակ երաշխիքների, որ Ուկրաինան երբեք ՆԱՏՕ-ի անդամ չի լինելու, չեմ կարծում, որ Ռուսաստանը դրան գնա։ Եվ ինչ որ մի տեղեր իմ տպավորությունը այնպեսին է, որ հիմա բոլորը ուզում են ցույց տան, որ շատ ավելի են հակված բանակցությունների, քան իրականում հակված են։ Եվ հատկապես ուկրաինական Տրամպի որոշ հայտարարություններից հետո այստեղ ակնհայտ է, որ ասած մրցակցություն է գնում, թե ով է ավելի շատ ուզում, որ հաստատվի խաղացում։ Բայց խնդիրները սրա մեջ է, հակասությունները չափազանց մեծ են։ Եվ իրենց համար դժվարությունը եվրոպացիների համար երուչի են մի քիչ նյարդացած, հատկապես ֆրանսիացիք եւ բրիտանացիք, որովհետեւ սկզբում հայտարարությունները անպանգորքոր հայտարարություններ են։ Ասում էին, որ պետք է ստրատեգիական պարտության մատնվի Ռուսաստանը։ Սա են ասում։ Եվ ընդհանրապես մի անգամ ասել էի վերջին ամբուլի ասելիսի ժամանակ, որ Եվրոպան ունի լուրջ առաջնորդության ճգնաժամ։ Մարդիկ sense օրվա ոնց որ լայքերով բանով են ապրել։ Մի քանի տարի sense առաջ մտածող չկա։ Այս պահին ընտրությունից ընտրություն կամ ինչ որ երևի շփաթային վարկանիշային ինչ որ չափագրումներ եւ փորձել անընդհատ ինչ որ դուր գալ, դուր չգալ, սա հնարավոր չի։ Այս քաղաքականությամբ հնարավոր չի առաջ շարժվել։ Եվ երբ համեմատում ես հիմա այդ վիճակը Եվրոպայում, օրինակ Չինաստանի հետ, Չինաստանի նախագահը, ոնց ասեմ, համեմատության եզրեր չկա, կամ Ռուսաստանի նախագահի հետ համեմատության եզրեր չկա ստրատեգիական մտածելակերպի տեսանկյունից եւ ավելի հերանեկարի վրա ուղղված հայացքներ։ Ոչինչ չկա համեմատության եզրեր։ Սա իսկապես առաջնորդության ճգնաժամ է Եվրոպայում։ Ես հիմա այդ լավատեսությունը դեռ չունեմ։ Ինչ որ մի պահ կաղնելու է, որովհետեւ կողմերը միշտ փոխնում են պատերազմից եւ մի պահ գալիս է, որ այդ մոտիվացիան կառնելու ավելի մեծ է լինում, քան շարունակելու մոտիվացիան, բայց մոտեցումները չափազանց տարբեր են այլևս։ Ոնց պիտի բերեն, իմի բերեն, դժվար է ասել, բայց սառեցումը ինչ որ հնարավոր եմ տեսնում։ Ինչ որ մի գծի վրա սառեցումը։ Դա ավելի շատ կախված կլինի Ռուսաստանից արդեն, կամազանի թե ոչ։ Անցնենք ներքաղաք